Նինոցմինդայի թիվ 1 հանրային դպրոցի 4 դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին և անցում կատարեցին 5-րդ դասարան։ Այս հիշարժան առիթով տարրական դասարանի դասվար Օֆելիա Պապոյանը կազմակերպել էր գեղեցիկ հրաժեշտի միջոցառում։ Այն հագեցած էր երգերով, պարերով ու ջերմ խոսքերով, լի շնորհակալությամբ և սիրով։ Մենք այսօր ներկայացնելու ենք մեր մանկության հրաշալիքները, ծրագիրը և մենք միասին ասում ենք բարև ձեզ։ Աշխարհը լի է հրաշալիքներով, միթե հրաշալիք չէ բարև բառը։ Հրաշք է, որ մեր ոսկեղենիկ հայրենով այդքան պարզ և այդքան ջերմ բարև եք ասում, ու հրաշք է, քանի որ բարև բարի հարմատը բարին է։ Այսօր կխոսենք հրաշալիքներից և բուրգերը եգիպտական, և տաճարը Արտեմիսի, այգիները Բաբելոնի, տավարանը Մաթեբոսի, Թեոդոսը Կոթողի և Փարոս Ալեքսանդրի շատ են հայտնի։ Աշխարհի 7 հրաշալիք հմայել եք դուք մեզ մշտապես, բայց կա 7 հրաշալիք, որ չի նշվում պաշտոնապես։ Առաջինը հեսն է, ով հրաշալիք ստեղծեց, նա իջակով ու հանճարով կոչվում է մարդ։ Անհասարակ գյուտը մարդ, որն իրատես է և որ թե վատը։ Այս աշխարհում բարեկամներ և եկան լավ գործեր, լավ մարդիկ են ստեղծել, միշտ լավ մարդիկ են պահել միշտ։ Առաջի դասարանից մինչև 4-րդ դասարան այո տառաճանաչ, թվաճանաչ, իմաստություն, խոհեմություն ուսուցանելով, դաստիարակելով ավարտեցի ևս մի տարրական դասարան, 4-րդ դասարան, որտեղ սովորում են 18 երեխա, 12 աղջիկ 6 տղա, բոլորն էլ լավ էին, բոլորն էլ խելացի, հետաքրքիր, շնորհալի եւ ուրախ եմ այո եւ հուզված, որ ես էլ եմ մեծանում, երեխաներս էլ մեծացան, հուսամ ու սպասեմ ունենանք մեր այս գեղեցիկ հիասքանչ դպրոցին նոր առաջի դասարանցիներ, որոնք ավելի լավ լինեն, խելացի լինեն։ Գոհ եմ ես իմ երեխաներից, ես աշխատանքը շատ սիրում եմ, առանց երեխաների ես իմ կյանքը չեմ պատկերացնում։ Շատ հետաքրքիր է, հատկապես երբ քո աշխատանքը նվիրվածությունդ գնահատվում է, երևում է, ինձ թվում է տեսակ, զգացիկ։ Երեխաներին ցանկանում եմ ամենակարևոր աշխարհին խաղաղություն, առողջություն, հաջողություն, նորանոր հաջողություններ ուսման բնագավառում լինեն խելացի ու շիմ շնորհաշատ հայրենիքին պիտանի մարդ դառնան։ Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացված ներկայացմամբ ընդգծեցին գրքի անփոխարինելի արժեքը։ Նրանք ևս մեկ անգամ հիշեցրին, որ որքան էլ տեխնոլոգիաները զարգանան եւ կախվածությունը համացանցից մեծանա, դիրքը մնում է մարդու հավատարիմ ուղեկիցն ու մշտական հաղթողը։ Ես դու ով ես։ Ես գիրքն եմ։ Գիրք այն քեսունություն, ինչի հիմա գիրք կարդացող են կա։ Իհարկե, բարեկիրթ մարդիկ գիրք են կարդում։ Բարեկիրթ, էդ ինչ բառ է, սպասիր գրում տեսնեմ, էդ ինչ է նշանակում։ Ով որ ինձ դրանց երթում, համացանցի մեջ ոչ մի բառը չի գտնում։ Եվ հետո դու առանց համացանցի ոչ մի բառը չգիտես, իսկ ես քեզ իշտամ հետաքրքիր պատմություններ կպատմեմ։ Սպասիր մի բան, չեմ հասկանում ինչ ես խոսում, համացանցը չի աշխատում, ինձ գիտես ովքեր են ստեղծել։ Գիտեմ, շատ լավ գիտեմ, քեզ ստեղծել են ինձ շատ կարդացողները։ Լսի, ես համամարտային արժեք եմ, մի քանի տարի հետո դու կխափանվես, կկործանվես, իսկ ես կհայտնվեմ գրադարանում, ազգային մատենադարանում և ցուցահանդեսում։ Մենք այսօր անցկացրեցինք 4-րդ դասարանի միջոցառումը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ընկեր Օֆելիայից, նա էր կազմակերպած միջոցառումը, շատ գեղեցիկ միջոցառում էր։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ընկեր Ձանային դպրոցի տնօրեն Ունսյանը, շատ գեղեցիկ հանդես էր, միջոցառում էր։ Շնորհակալություն բոլորից։ Երեխեքին ցանկանում եմ ուսման մեջ լինեն առաջատար, հասնեն բարձր բարձունքների։
Այս աշակերտները զինված գիտելիքներով եւ ուսուցչուհու 4 տարվա նվիրումով փոխանցված հմտություններով պատրաստ են քայլել դեպի միջին դպրոց։ Նրանք արդեն ձևավորել են հղկված խոսք, վստահություն եւ հոգացություն, հաղթահարելու առաջիկա վերելքներն ու բարդությունները։ Մեզանից շատերը վախենում են ժիտ դպրոց գնալուց, մեզանից շատերը վախենում են, որ երբեք չեն խաղալու, հեքիաթներ չեն լսելու, կարծում եք, որ դպրոցում միայն սպասում են զարմանալի դասեր և խիստ ուսուցիչներ։ Մենք չգիտենք չունենք զած և փոխտարածով մեծ համբերությամբ ու զոր բարությամբ։ Մենք չգիտենք և ինչ իմանայինք, որ սպասվում է մեզ գեղեցիկ միջև, ժպիտով պայծառ և միզույգ աչքեր հեզության պատմուր։ Եկեք միասին և գնանք հիշենք այդ օրն անվանալի հիշենք, թե ինչպես էինք այդ օրվան ինչ ապրումներով, ինչ մույզերով։ 2021 թվականի սեպտեմբերի 19, սեպտեմբեր էր մեծ ցնցություն, մեր սրտերում ուրախություն, դպրոց պիտի մենք հաճախենք, այսուհետև էլ փոքր չենք, Պարիսակ ենք արդեն գնել, նոր հագուստներ ու կոշիկներ։ Կյանքը հանդերձություն, կյանքը հարուչը բաղայթի։ Մենք այսօր ավարտում ենք Նյասմինդայի թիվ 1 հանրային դպրոցը 4-րդ դասարանը, մենք այսօր ավարտում ենք տարրական դպրոցը, ցանկանում եմ մեզ լինենք առողջ և երջանիկ, մեր մանկության հրաշալիքները և ուզում եմ մեկ բանաստեղծություն ասել, հայրենասիրական, կարող ասել։ Ես հայ եմ, հին ինչպես լեռն ասպիվլական, թաց եմ ոտքերս դեռ, ջրհեղեղի ջրից, իմ սուրբ հողն է տեսել նոյն առաջին անգամ, Բաբելոնյան բելը խորտակվել իմ սրից, իմ մատների հետքն է գրում գողի վրա, քարն առաջին մամրոտ, որ իմ ձեռքով տաշված և միացած հողիմ շաղով իմ արյան, Արարատյան դաշտում Մեհյանի վեմ դարձավ, իմ նահատակ որդոց արունով է ոռոք, ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, ամեն քաջիմիշիրի մենորոք, և կոթողի բեկոր, ամեն սանդուղք ու քար, ես հայ եմ, հին, ինչպես լեռն ես Արարատյան, հազար սուր է բախվել իմ վահանի նահեղ, բայց փշրել եմ նրանց իմ ցասումով արդար, և լեռներից գլուխս վեր պահել։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ուսուցչուն, ընկեր Օֆելիային, որ մեզ այսքան գիտելիք է տվել, մեզ տառաչանաչ է դարձրել և մենք այսօր նրանից բաժանվում ենք։ Ճիշտ է, մենք մի քիչ հուզված ենք, բայց պետք է ամեն գնով մենք նրան սիրում ենք և միշտ կպահենք մեր սրտում։ Նա շատ բարի, գեղեցիկ ու հիասքանչ ուսուցչուհի է։ Նրա նման ուսուցչուհի մենք դժվար թե գտնենք այս աշխարհում։ Եվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել տնօրինությանը, որ ընդառաջել է մեզ լավ գործերին։ Վերջում մաղթենք մեր սիրելի աշակերտներին լուսավոր եւ բարեհաջող ուղի։ Թող յուրաքանչյուր նոր դասարան լինի նոր գիտելիքների, հաջողությունների եւ հայտնագործությունների աշխարհ։ Շարունակեք արժևորել գիրքն ու կրթությունը եւ վստահ եղեք, ձեր ջանքերը անպայման արդյունք կտան։ Ճանապարհդ լուսավոր լինի, սիրելի 5-րդ դասարանցի։